Վերադարձանք սիրելի հեռուստադիտողներ եւ իհարկե նմանատիպ մասնագետների կատարած աշխատանքին հետևելով հասկանում ենք, որ նորագույն տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը կարող են միայն օգնել, եթե այս զենքերը ճակերտավոր մենք ճիշտ ենք կիրառում մեր մասնագիտության մեջ, հատկապես արվեստում իհարկե օգնում են եւ այս գործիքները կիրառելով նաեւ բազմաթիվ նախագծեր են ներկայացնում Գեղագիտության ազգային կենտրոնում։ Թեմաները շատ են քննարկման, իսկ մեր հյուրերը սպասված ու սիրված արդեն տաղավարում են։ Այո, ես շտապ եմ ներկայացնել նրանց։ Վահան Բադալյան, Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն, եւ Էդուարդ Կիզողյան, դերասան, բեմադրիչ, Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսանող։ Բարի լույս։ Բարի լույս։ Դերասան, բեմադրիչ։ Այո, ապագա։ Շնորհակալ ենք, որ առավոտը սկսել եք մեզ հետ, այն էլ այս հագեցած օրերին, որովհետև գիտենք, թե Գեղագիտության ազգային կենտրոնում, թե ինստիտուտում ինչպիսի բուռն աշխատանքներ են ընթանում, ու թեմաները մեզ շատ են, որտեղից սկսենք։ Սկսենք թղթե աշխարհում խորագրով թատերական վարպետության դասից, Օֆելիայի ստվերների թատրոնից, թե այլ նախագծերից։ Ցանկանաք, երևի թե Օֆելիայից սկսենք եւ անդրադառնանք, այո, իսկապես շատ բուռն շրջան է գարնանային տարբեր նախագծեր եւ նաև մի քիչ էմոցիոնալ իմաստով ինձ համար հատկապես շատ հատուկ, որովհետև մոտ 20 տարի առաջ բեմադրած իմ ներկայացումն եմ վերականգնել թատերական ինստիտուտի իմ կուրսի ուսանողների հետ, որպես իրենց հերթական աշխատանք։ 2008 թվականին ներկայացումը շատ մեծ ճանաչում ձեռք բերեց Հայաստանում, տարբեր փառատոների մասնակցեց նաև արտերկրում ու միշտ ափսոսում էի, որ խաղացանկում չի այդ ներկայացումը ու հիմա երջանիկ եմ, որ նաև իրենց շնորհիվ այդ ներկայացումը բեմ է բարձրացել, սիրով բոլորին հրավիրում ենք։ Հատուկ ընտրեցի այս աշխատանքը իրենց համար, որովհետև կարծում եմ, որ դերասանին շատ կոփող ներկայացում է, որովհետև եւ դերասանական իմաստով շատ խնդիրներ կան լուծելու, եւ ստվերային դասական թատրոնի մոտեցումներ կան, եւ ֆիզիկական թատրոնի էլեմենտներ կան, եւ ինչպես մի անգամ ինտերվյուներից մեկը ասեց ուսանողներից, ետնաբեմում ժամացույցի մեխանիզմի նման պիտի բոլորը աշխատեն, որ ճիշտ ներկայացում ստացվի։ Կարծում եմ լավ կյանքի դպրոց է նաև իրենց համար, այդպես։ Եվ բոլորին հրավիրում ենք, ինչպես ասեցի, արդեն խաղացանկում է կարող են հետևել մեր հանդիսատեսները։ Այո, որպեսզի բաց չթողնի։ Իսկ ձեզ համար ինչպիսին էր այդ փորձը մոտ 20 տարի անց կրկին վերադառնալ այն նույն աշխատանքին, բնականաբար այլ ներկայացում է ստացվել։ Այո, թարմություն բնականաբար կան, որոշակի փոփոխություններ եմ արել, մեկ-մեկ մտածում եմ, թե 20 տարի առաջ ես սա ոնց եմ բեմադրել, ինչ եմ մտքով անցել, որ այսպես եմ արել, բայց ինչպես ասեցի, այդպես զրոյից սկսեցի ուսանողների հետ նաև աշխատանքը, որովհետև ուզում էի, որ ամբողջ ստեղծագործական process-ով սկզբից մինչև վերջ իսկապես անցնեն ու Իսկ փոփոխությունները շատ են։ Որոշակի դեկորի մեջ կան փոփոխություններ, թարմացումներ ժամանակակից, բայց այս ներկայացման յուրահատկություններից մեկն էլ այն է, հիմա ովքեր նայում են ներկայացումը, միշտ մտածում են պրոյեկցիա է օգտագործված ներկայացման մեջ լույս, բայց թատրոնի բոլոր դասական ստվերային թատրոնի լույսով աշխատանքի օբյեկտների այս բոլոր հնարքներն է օգտագործված, մի քիչ հնաոճ արդեն, որովհետև հիմա ժամանակակից թատրոնում շատ են տեխնոլոգիաներ օգտագործում, բայց կարծում եմ այս ներկայացման եւ պատմությունը եւ բովանդակությունը եւ այն բոլոր լուծումները, որոնք կան, դասական, այսպես լավ թատրոնի նշաններ են։ Էդուարդ, դուք եք ներգրաված այս ներկայացման մեջ։ Մեխանիզմի այո, իմաստնիկն եմ, այո։ Դե մի փոքր կմանրամասնեք ձեր դերն ու գործունեությունը ինչով եք զբաղվում թե այս ներկայացման մեջ, թե նաև դերասան բեմադրիչ, այո, շատ հետաքրքիր է։ Ասեմ, որ Օֆելիայի ստվերների թատրոնը մարդու նվիրվածության մասին է, համարձակության։ Ըստ իս արվեստը ծնվում է այնտեղ, որտեղ մարդ կարող է լինել համարձակ, եւ Օֆելիան լինելով համարձակ, նվիրված, ստեղծեց իր ստվերների թատրոնը, ինչպես պարոն Բադալյանը նշեց, Օֆելիայի ստվերների թատրոնում զբաղվող դերասանները պետք է ունենան թիմային մեծ աշխատանք, զգացողություն, որովհետև կուլիսներում մեխանիզմի պես մենք աշխատում ենք, շնչելու մեկ վայրկյան անգամ չկա, եւ հանդիսատեսը տեսնում է գեղեցիկ, էսթետիկ, գեղագիտության բարձր մատուցում ունեցող ներկայացում։
Շատ լավ է։ Իսկապես պետք է հետևել խաղացանկին, որպեսզի բաց չթողնեք, դե առաջիկա ներկայացումների տոմսերը գրեթե սպառված են, այնպես որ պետք է շտապել, ու իրականում Գեղագիտության ազգային կենտրոնը բազմաթիվ նախագծեր է իրականացնում տարբեր տարիքային խմբի մարդկանց համար, բայց ավելի մեծ ուշադրություն նաև դարձնելով հենց փոքրիկներին, որտեղից սկսվում է նաև ճանապարհը կապը թատրոնի հետ։ Ինչ է իրենից ենթադրում թղթե աշխարհում թատերական վարպետաց դասը։ Ինչպես գիտեք, անցյալ տարի սեպտեմբերին մենք վերաբացեցինք մեր կենտրոնի մանկական արվեստի թանգարանը եւ այնտեղ մի յուրահատուկ հատված ունենք, որը կոչել ենք արտակարգ արվեստանոց, եւ այդ արվեստանոցում թե երեխաները, թե պատանիները, թե մեծահասակները տարատեսակ վարպետության դասեր են ունենում, գեղարվեստական, ստեղծագործական, եւ միշտ ուզում եմ, որ այնտեղ հետաքրքիր ստեղծագործական process լինի եւ Էդուարդը մի օր մոտեցավ ինձ, տեսնելով այդ միջավայրը, սեղանից դրեց տպված թղթեր, վրան գրված էր թղթե աշխարհ, գրել էր սցենար եւ ինձ առաջարկեց, որ թատերականացված վարպետության դաս այնտեղ անցկացնենք, այսինքն երեխաները բացի կտրտել, կպցնելուց, նկարելուց, նաեւ դերասանական արվեստ տեսնեն եւ հետո մնացածը թող արդեն ինքը պատմի։ Հեղինակը։ Այո, հեղինակը։ Ասեմ, թե ինչպես է ծնվել գաղափարը, Գեղագիտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ մշակութային խաչմերուկ ծրագրով ամեն տարի Հայաստան են ժամանում տարբեր երկրներից արվեստագետներ եւ ամիսներ առաջ Հայաստան է ժամանել շվեյցարացի նկարիչ Ֆրանց Բուլհարտը, ում հետ պետք է վարպետության դաս անցկացնեինք հենց մանկական արվեստի թանգարանի արտակարգ արվեստանոցում, տեսնելով այդ միջավայրը, թղթեր, մատիտներ, ներկեր, գույներ, այդպիսի միտք առաջացավ անել վարպետության դաս, բայց թատերայնացված, ինտերակտիվ է, ունի երաժշտական մասեր, երեխաները մասնակից են դառնում հենց ներկայացմանը, ստեղծում են կերպարներ եւ այդ կերպարներին հորինում են անուններ եւ այլն։ Ու ստեղծում նաև պատմություններ, չէ՞, զուգահեռաբար։ Արդեն փորձարկել ենք վարպետության դասը, երեխաները մեծ ոգևորությամբ են դիմավորել ու արդեն չասենք խաղացանկում, բայց պետք է հետևել մեր էջին եւ գրանցվել, մոտ 20 երեխա կարող ենք ընդունել։ Իսկ տարիքային շեմը 8-ից բարձր երեխաների։ 8-ից բարձր, 8-ից մինչև 100։ Շատ հետաքրքիր երաժշտական լուծումներով, գեղարվեստական լուծումներով Էդուարդը որպես ռեժիսոր նաև իր ունակություններն է այդտեղ ներդրել։ Խոսենք, քանի որ մեր ժամանակը սահմանափակ է, կրթամշակութային նախագծերի մասին, կենտրոնի, ինչ նորություններ ունեք այս շրջանում։ Երևի թե մեկ շաբաթ առաջ ամփոփեցինք ուսուցիչների վերապատրաստման մի մեծ դասընթաց, որ արդեն 1 տարի է անում ենք Artnexus ծրագրի շրջանակներում, խոսքը ներառականությանն է վերաբերում, արվեստի դպրոցների ուսուցիչներին վերապատրաստեցինք, թե ինչպես աշխատել խառը խմբերի հետ, այս անգամ Երևանում անցկացրեցինք եւ մարզերում, Գյումրիում ենք եւ Գորիսում, մոտ 80 ուսուցիչ է մասնակցել, շատ տպավորված էին, մենք էլ ենք շատ ուրախ, որ արդյունքները կան ու արդեն մտածում ենք, թե ինչպես զարգացնել հետագայում, շատ շուտով մշակութային խաչմերուկ ծրագիրն է սպասվում, որի ընթացքում կհյուրընկալենք 6 արվեստագետների Եվրոպայից եւ Ճապոնիայից այս տարի, այո, հետևեք։ Մի խոսքով բազմազան ծրագրեր, հունիսի 1-ին շուտով կբացվի նաեւ մեր թանգարանի միջազգային բաժինը, թանգարանը ավելի կընդլայնվի, պրեմիերաներ են սպասվում, մի խոսքով տարին բուռն է լինելու, ինչպես միշտ։ Մենք ձեզ նորանոր հաջողություններ ենք մաղթում ու շնորհակալություն ենք հայտնում, որ ձեր առավոտը սկսեցիք մեզ հետ ու խոսեցինք այս հետաքրքիր բուռն լավ թեմաների շուրջ։ Մենք ենք շնորհակալ։ Եվ մնում է հեռուստադիտողներին հիշեցնել սոցհարթակներում հետևել Գեղագիտության ազգային կենտրոնի էջերին, որպեսզի որևէ բան բաց չթողնեք, հասցնեք նաև տոմս ձեռք բերել ներկայացումների համար եւ գրանցվել տարատեսակ նախագծերի մի մասը դառնալու։ Շնորհակալություն։ Շնորհակալ ենք։ Մենք ենք շնորհակալ։